Բարելույս սիրելի հետևորդներ ջան, արդեն դարձել է սովորություն, արթնանում եմ, պատրաստվում ու վազում եմ խոհանոց կոֆեի հետևից, կանչում է, ձգում է, բոլորիդ մոտ էլ այդպես եմ, կոֆե խմողները դա լավ կհասկանան, որ հենց քնից աչքները բացում են, ուղիղ խոհանոց, տենամ ինչ եմ անում, շատ գործեր կան, մի հատ գամ, տեսնեմ ինչ սերմեր ունեմ, հանեմ սերմերս դասավորեմ, գրեմ, ցուցակ գրեմ, ինչն է պակաս, որ տենամ ինչ եմ անում, ուզում եմ գնամ հող բերեմ, պղպեղները տանը ծաղկամանի մեջ պղպեղները ցանեմ ու գրեմ, որը ինչ տեսակն է, տանը ավելի լավ կլինի աչքի դեմ, որ միշտ ջրեմ խնամ եմ, այս պատուհանին դրված ափսեների մեջ պղպեղների սերմ է, 2 օր առաջ էի գնել այդ բուլղարական պղպեղներից է, թող սերմերը չորանա, ծաղկամանի մեջ կցանեմ, Արդ մտածում է, շատ բաներ կա մտածելու, մտքով հասնում ես, որ ուզում ես, մտքով բոլոր գործերը կատարում ես, միտքը շատ ուժեղ է, չէ՞ մարդկային միտքը, մտքով ուր ասես կհասնես, մտածում ես, ես կանեմ, նենց կանեմ, էսի սենց կանեմ, էնենց պլանավորում ես, մտքով բոլոր գործերդ կատարում ես, բայց իրագործելը դժվար է, ուժ է պետք, կամքի ուժ է պետք, իմ դեպքում ժամանակը ճիշտ օգտագործել է պետք, ոնց պետք է անեմ, որ հասցնեմ, ժամանակն էլ է կարճ, Սիրելի հետևորդներ, աշխատանքից վերադարձել եմ և Եղեգնաձորից էլ մի քանի գնումներ եմ կատարել, հիմա հերթով կցուցադրեմ, առաջինը ցույց եմ տալիս իմ տոնային կրեմը, ես միշտ օգտագործում եմ այս տոնային կրեմից, գոշից, հետն էլ սպունգ են նվեր տվել, շատ լավ է նստում իմ դեմքին, միշտ գրում եք Նար ջան, ինչ տոնային կրեմ ես օգտագործում, որ կրեմներից ես օգտագործում, ահա այս տոնային կրեմից, գոշից, իհարկե լավերն էլ ունեմ, նաև նվեր էի ստացել Ամերիկայից, բայց սա իմ դեմքին շատ լավ է նստում, SPF-ով է, SPF-ը 10 է, ինքը արևից էլ է պաշտպանում, շատ լավն է, ասեմ, որ պահ է գալի, որ ամեն ուրեք լինում է, գնում ես, պահ է լինում, չի լինում, այն օրը Երևանում չկարողացա վերցնել, չկար, Եղեգնաձորից եմ վերցնել, արժեքն էլ, ահա, 1500 դրամ է, սա իմ տոնայինը, դե, հացը, տերև սիրուն հացը, որ միշտ բերում եմ, ահա, համեմ եմ վերցրել, սիրելի հետևորդներս, ընտիր համեմ, մի նայեք ինչ լավ համեմ է, 100 դրամ Եղեգնաձորում, 100 դրամ էր, շատ էժանա է, այնտեղ բանջարեղենը, սա համեմը, մի հատ դեղին պղպեղ եմ վերցրել, մսոտ ծանր, հատուկ սերմի համար, այս գույնից չունեի, դա այդպես, լոլիկներ, սրանք էլ շատ լավ լոլիկներ են, թարմ է, կարևորը որ թարմ է, վարունգներն էլ են լավ թարմը, սա բանջարեղենը, հիմա տնտեսական, այստեղ դանակ է, սա այն սուր սղոց դանակներից է, 250 դրամ է, մեզ մոտ վայքում 350 է, թե 450 է, կարծեմ 250 դրամ, մի հատ այստեղ տապակ եմ վերցրել, ծվաձեղի համար, կլվանա, 1950 դրամ է, 1950 դրամ, 2000 դրամ, լավը կլինի էլի,
ծվածեղ բան անելու համար։ Բլինչիկի լիստերի համար էլ է շատ հարմար, սա տապակը, դանակը եւ ամաններ են սառնարանում ինչ որ բան պահելու համար։ Ուրեմն այս 3 չափ է, 3 հատ է, տարբեր չափերի 850 դրամ։ 3 հատը։ Հիմա փակ էր, այնտեղ ճիշտն ասած չկարողացա որակը տեսնել, ինչ որակի է, բայց դե ինչ էլ որ լինի, հենց սառնարանում բաներ դնելու համար շատ հարմար տարբերակ կլինի, չէ, լավ էլ պինդ որակի է, շատ լավն է։ Սա մեծ չափն է, 3 հատը 850 դրամ, ինչ է, կգնամ էլի կվերցնեմ, 1, սա երկրորդը, հաստ է, ինքը այնպես չի, որ բարակ է, շատ լավն է, սա էլ պանիր, ինչ որ մի փոքր բան դնելու համար, որ ակուրատնի լինի, սենց կար առանձին մի հատը 300 դրամ, մոտարապես հենց այս չափն էր 300 դրամ էր, ես էլ տեսա, որ 3 հատ կա արդեն 850 դրամ, ավելի հարմար տարբերակ է։ Սրանք էլ իմ այսօրվա գնումները, սիրելի հետևորդներս, տան գործերիս անցնեմ ու տեսնեմ երևի թե կգնամ մի քիչ հետո բանջարի, 3 ստուգել եմ, չէ, ստուգումներ եմ կատարել, այսօր կգնամ բանջարի։ Ով է գալիս, Լիլիթը, հետ ինչ ես վերցրել, ճտճտացնում ես, Լիլիթ մի արա, հավեսը, մեկ, Լիլիթ ասիր չես ուտում, սիրելի հետևորդներ, տապակի բացումն եմ անում, օգտագործում եմ տապակը, տեսնեմ լավն է, թե ոչ, մի քիչ ինքը թեթև է, բայց ընդհանրապես ծանր տապակներն են լավ, ուղղը արդեն տաքացավ և 3 հատ ձու եմ կոտրել կլորակ։ Փոքր էլ աղ եմ անում, ահա, այսպես իրական թող այս սպիտակուցը բացվի, որ հում չմնա։ Սենց լավ է, Լարինայի։ Շատ չեմ ուզում էպի, այդ դեղնուցները, որ շատ էպված չլինեն, ահա, համեր ծվածեղը պատրաստ է, անջատեմ ու նստենք մեր հացը ուտենք։ Դուրս եմ եկել, որ գնամ, փիսոները ինձ դիմավորում են մեր դռան մոտ։ Ես աչքի, սոված եք, այդքան էլ կերակրում ենք ձեզ, տայիտի, մեզ այստեղ էլ են լավ կերակրում, հա, դե խելոք մնացեք, արի հետս ուր ես գալի, հա, գալիս ես, ինչ, ահա, բա, դու իմ նկարահանողն ես, սիրելի հետևորդներ, ողջույններ, գնում ենք բանջարի, այսօր մենակ չեմ, գրուպա ժողեր եմ, էդ հասենք, հուլիական չքաղենք, պրպոշ, սպասում ենք մեր մյուս ընկերուհուն, որ գա միանա մեզ հաջողություն ասեք, գոնե մի ուտելու բանջար հավաքենք, բերենք, գործներս թողել ենք, բանջարի անունն ենք լսել ու գնում ենք դեպի այն կողմ, բա, ես եմ բանը
բաց է էլի, այդ լուրը հայտնի, ասել եմ հել է, գարունը բացվա, ավին չեք նստե, գնանք բանջար բերենք ուտենք, առաջի բանջարը շատ համով է, դրանից հետո այն համն ու հոտը չունի, չեկավ, եկավ, հեն էլ առանց գոգնոց մեջների պատրաստվածը ես եմ, նկատողություն եք ստանում, կգնաք գոգնոցներ կկարեք, գոգնոց կկարեք, նոր կգաք, հե, դուք գոգնոց չունեք, հա, ես է ալերգիա ունեմ ես մեղուներից, որ կծին տեղն ու տեղը կմանամ, ոյ մամա ջան, սիրելի հետևորդներ, գնում ենք բանջարի, երեխեք ենքոն եմ սիրում ես սեփոկոն տները, ով ես հո չէ, դու չես սիրում, հիմա կասեն իմ հետևորդներ էլի նազոն գլուխը վերցեց էթումա, մենակ չեմ արխային, չգրեք ասեք մենակ ես, մենակ չեմ ուղակի ձայն չեն հանում, գնացեք ես հոգնայել չեմ գալի, ես մնում եմ պահակ, ոնց պիտի գնայինք, սենց չկա ճամփա, բայց որ սենց գնանք իշնենք են ներքևը, մեր ասած տեղը, Ահավոր տեղեր ենք եկես իրելի հետևորդներս, ենք եկես, ամ բոլոր քարերը հրաբխային ծագում ունեն, երկրաշարժից է առաջացել դալի թափայից, հենգիս սարից, երբ հրաբուխը եկել է, ամբողջը այսպես ժայռաբեկորների է վերածել, քարեր, սարեր, ձորեր, հիմա կոսեք այսօր գնացի, կայ աղջիկներ, դու հերիք չի մենակով գնում ես, մի քանի հոգու էլ բերել ես հետդ, կվախենայք, չէ, մոզն է, մոզը, սա էլ բադամն է, վայրի նուշը, բադամի ծառերն են, շուտով բադամը կսկսի ծաղկել, առաջինը բադամչան է ծաղկում, ինչ քորեր են, մի հատ ստեղ նայեք, քորերի կտփշուրներ, էլի տներ կան այսպես, հե, ես էլ են սիրուն ձնծաղիկիցը, որ ասի մնենցա ճամփան, չէ լսակ, երեխեք, ես քարերը իսկական տուն սարքելու քարերա, հո, են որ տանը սիրունի, ինչ-որ մի բան անես, տաշած, մողեսներն էլ են, ուրեմ օծերն են հել ես գուշ, ես էլ ես սիրում գույնի ձնծաղիկից, շատ սիրուն են սրանք, երևի ուղղակի մենք տեղը չենք ընկել, վաղուց այս թաղ չեմ եկել, բայց հեսա, եթե հանդիպում է լա, պրպոշը, ապա այս չափի է, լավ էլ մեծ է, մենք տեղը չենք գտնում, այս կոմերը, այս մասերը շողը վաղուց չեմ եկել, թե չէ մեծ է, հա, հեսա, տես արդեն որ ըլնի, տեղը չգիտենք երեխեք, հեսա, երևացին, չափերն է մեծ է, լավ է, ուղղակի տեղը չենք ընկել, չասեք չկա, լավ էլ կա, տեղը չենք իմանում, ես էլ այլ մոզի քարով շարած, կուկլուկու, նարնջի բանջար չկա, խոտ կա, չէ, այսի էր իսկական, ու չեսին սիրուն տեսարանա,
Հակլորներ ող ոյքը սիրուն երևում աստեղից։ Ես էլ բանջարի փոխարեն սիրելի հետևորդներ վայքը գեղեցիկ երևում է։ Իչեք, ես ինչ սիրուն է երևում։ Տենաս մեր բաղչեքը մարդ կա, են ինչ ա ունդ է։ Չէ, դուրնա։ Ում, ես ում տունն ա եսի։ Հա, շատ սիրուն տեսարան, բարձունքից երևում է վայքը։ Հիացանք, լավ։ Ես եկա։ Խաղացիր։ Չէ։ Ինչ ես ծիծաղում։ Я знаю, что научилась через... Տխուր եկամ։ Я с мостик. Мостик. Տխուր եկամ, դե մի հատ Нет, մամայի ай-яй-яй-яй-яй. եկա տուն, հիմա էլ պիցայի խմոր եմ պատրաստում։ Այստեղ մի քիչ դրոժ եմ լցրել, են տուփը թափ տվեցի։ Այստեղ դրոժը լցրեցի եւ տուփի մեջ ինչ կար լցրել եմ, մի քիչ պակաս կլցնեմ դրոժը։ Ուրեմն նորից 1 բաժակ գոլ ջուր, դրոժ, մի քիչ կար, քիչ եմ լցնում։ Ահա։ Շաքարավազ, մեկ թեյ գթալախ, իմ բաղադրատոմսն է, արդեն ենքան եմ ասել, դուք էլ եք հանգիր արել սիրելի հետևորդներ ջան, բուսայուղ, աչկաչափով, այս ամենը լավ խառնում եմ ալյուր։ Գնացինք բանջարի, թե հիմա տեղն էինք մոռացել շատ, վաղուց է այդ կողմերը գնացել, տենց խորացել, տեղն էինք բանջար երևաց, լավ էլ չափի էր, ուղղակի երևի տեղն էինք մոռացել, չուզեցինք պիցա, չուզեցինք էլ շարունակենք, հետ եկանք։ Դու չես խանգարում Լիլիթ։ Լիլիթն է գալի երևում, ծիկրակում գնում է։ Սերմերս դարակից բեր, մի հատ էս խմորը մինչև կհասունանա, ես իմ սերմերը իմի բերեմ։ Այսպես, մի հատ լավ գունդ։ Սա փակեմ, թող մնա, հասունանա։ Սիրելի հետևորդներ, սերմերս հանեցի, հիմա հերթով պետք է քանդեմ, տեսնեմ ինչ կա չկա, ինչն է պակաս, պակաս պռատ բաներ կան, հազիվ այսօր ժամանակ ունեմ ու բացի հետ էլ անհրաժեշտ է, որ ես ստուգեմ իմ սերմերը, դե սա այսպես վերցրել եմ են իմ բամյայի սերմեր, հողամասից բամյայի սերմերն է, սա շատ լավն է, ուղղակի այսպես չորացրել եմ, մեջերից էլ չեմ հանեմ, քիչ պետք է հետո առանձնացնեմ, ժամանակ չունեմ, որ առանձնացնեմ, նաև այս բամյայի սերմից ես բերելու եմ Արտաշատից վաճառքի, մայրիկս շատ ունի, պետք է բերեմ վաճառքի համար, ընտիր բամյայի սերմը, կարևորը ունեմ և ասեմ շատ քիչ այսի մի երկու մարդու էլ խոսք եմ տվել, պարտադիր պետք է տամ, բայց վաճառքի համար այս բամյայի սերմից բերելու եմ, անի որ սա հանեցի,
չլցնեմ նորից այդ ցելոֆանի մեջ, լցնեմ այստեղ տոպրակի մեջ ու դնեմ։ Սա է մի կողմ, էսի մի կողմ, սիրելի հետևորդներ, բամյան արդեն պարզ է։ Հերթով բացում եմ ու գրել եմ համեջները քաղցր լավ բիբար, որ ես եմ գրել, ուրեմն քաղցր, ինչ եմ գրել, քաղցր լավ բիբար, ուրեմն ընտիր բիբարի սերմ եմ վերցել, սա կցանեմ, սա այստեղ, ես ինչ եմ գրել, մեջերը գրել եմ, եթե չգրեմ որն է, անուն, ազգանուն, հա, կծու ոլոր, մոլոր, երկար բիբար, այն որ սենց գանգուրիկ երկար լինում է, այդ բիբարն է իմ հողամասի, մի քանի, այսքան եմ վերցրել, այն տեսականու համար կարելի է ցանել, նաև լավ մարինատ է լինում, այսքանը ծով է, ծով, ես էլ սենց, հիմա կասեք սա ինչի սերմ է, սա դդումի սերմ է ինձ տվել են, այսպես ցանում ես իրա կորիզները, կոճերը, անկեղև են լինում, ես էլ շատ զարմացա, տվել են ու կցանեմ, տեսնեմ իրոք դա այդպես է, հետաքրքիր է շատ, Ստեփանավանից եմ բերել, եթե լինի, ցանես ինչ է, հենց կորիզները պատրաստ, անկեղև, շատ օգտակար է, համեղ է, պետք է փորձեմ անպայման, սա այսպես, այս ինչա, այսի չեմ գրել, չգիտեմ, ոնց որ թե, սա սոխ է սա, սոխի սերմ, դե սա արդեն երևում է վարունգ է, ինքն էլ դեղով մշակած, որ միջատները որդ պլոճը չտանի, վարունգի սերմ, սա քիչ է իհարկե, քիչ, դա էլ է քիչ, այսպես նայում եմ, ինչ է, կոտեմի սերմ է սա, այո, կոտեմի սերմ է, կոտեմը կարելի է գնալ շուտ, մի մար գանել, կանաչիները ցանել հենց ուտելու համար, կոտեմ է սա ինչ եմ գրել տենց, կծու փոքր բիբար, գրել եմ, էդ էլ են երևի մարինատի, սա ինչ է, տեղական պոմիդոր, սա շատ լավն է, տեղական ջրալի պոմիդորներից է, լավ է, վերցրել եմ սերմեր, մի քիչ է, բայց կա, սա կանաչ սերմ է, էլի դեղը տված, ախտահանած սերմեր են, սա այն Անահիտ սորտի լոլիկի սերմն է, քիչ է, սա պետք է շատ խնամքով ցանեմ, որ մարինատիս լոլիկը լինի, սա էլ այսպես, սա դատարկ է, սրանք էլ չեմ հասցրել, տենց հանեմ, այսպես իրա պոչերով դրել եմ, ինչ եմ գրել, քաղցր բիբար, էլի քաղցր լավ բիբար ա եղել, վերցրել եմ, ահա, քաղցր պղպեղ, ես ինչ եմ լցել, ինչ էլ գրել եմ, կարդացեք մի հատ, կծու բիբար կոտոշ, ինչու եմ կոտոշ գրել, այդ սորտին այդպես են ասում, իմ հողամասի բիբարները տեսած կլինեք են մեծ, մսոտ կծու բիբարներն են, շատ լավ է, սրանից էլ անպայման ցանելու եմ, կծուն էլ է պետք գալիս, սա էլ այսպես, սիրելի հետևորդներ, սա ինչ է, կաբաշկա, ոչ, չգիտեմ, սա կաբաշկայի սերմ է, կաբաշկայի սերմն է, լավ սորտի կաբաշկանա, որ ունեմ բերքատու լավ, սա ինչ է այսքան մեծ, երևի արդեն գուշակեցիք, իմ վերցրած պետրուշկայի սերմն է, Մաղադանոսի հողամասից որ վերցրեցի, այդ սերմի կեսն էլ թափվել այնքան պետրուշկա է լինելու հողամասում այս տարի, ինքն իր անկծելի կաճի, սա էլ այստեղ,
Ուրեմ սա ինչ է։ Օ, սա էլ եմիշի սերմ է։ Սա էլ եմիշի սերմ է։ Սա թողել է իմ հողամասում, սա իմ հոպարի կինն է ինձ տվել, ընտիր եմիշեր կցանեմ, ու նաև այստեղ էլի ինքը ինձ տվել էր պղպեղի սերմ։ Անցած տարի ես շփոթել էի, ես թողել էի տունը, կծու էի ցանել, դրա համար կծուն շատ էր, քաղցր բիբար, հենա վրան է գրածա։ Բա շփոթել էի։ Սա ինչի սերմ է, հա, սա էլ վարունգի սերմ է, ձեռքի վերցրած վարունգի սերմ է, երևի տեղական, բայց չեմ ցանի, հաստատ չեմ ցանի սա, մեջը գրածել չի, տես որ չեմ գրում, շատ սխալ եմ անում, մտածում եմ, որ հեսա ես կտարբերեմ սերմերը, բայց չեմ էլ տարբերում, հիմա սա անհայտ ծագման է, չգիտեմ, վարունգ է, թե եմիշ է, վարունգ է ոնց որ, միգուցե խթայել լինի, չեմ կարա ասեմ, տենում ես պետք է գրած լինեի, սա, բազուկի սերմ է, սա ես եմ վերցրել, ձեռքի իմ հողամասի բազուկներից եմ վերցրել ես սերմը, որտև հիշում եմ իմ մյուս բազուկի սերմը ախտահանած էր կարմիր գույնի, սա իմ վերցրածն է, ստեղ էլի լոլիկ, ինչ հա, չերի փոքր են, փոքր լոլիկներից են, որ ճուտ-ճուտ չերի լոլիկներից է վերցրել եմ սերմը, ահա, լավա վերցրել եմ, ստեղ սոսի լիտրը է մնացել, սա գազար է, գազարի սերմ էլի ինքը ախտահանած է, գազար, դա ինչա, հա, սա կանաչ ոլոր է, չեմ գրել, որովհետև սա տարբերվում է, կանաչ ոլոր, սա ինչ է, հա, սա ծնեփեք, մարաժոյի սերմն է, տեսեք, այսենց սև գնդիկներով է սերմը, մարաժոն է, Էս ինչ է, արաբ աստված, նը անուն կա, նը ազգանուն, չկա, սան էլ կամ վարունգ է, կամ եմիշ է, կամ խաթա է, էլի անհայտ ծագման, տեսեք բազուկի սերմը, իմ կարմիր բազուկի սերմն է, ախտահանած է, առանձին այսպես տոպրակի մեջ, սա այստեղ, Frank, ինչ են թույներ են, սա լոբիի սերմ է, լոբիի սերմը ինձ հատուկ այսքանը տվել են, ասեք ինչ լոբիի սերմ է, իմ որ կանաչ այսքան երկարում է, որ շատ երկարում է, այդ բարակ երկար լոբիի սերմն է, տվել են, անպայման պետք է ցանեմ, ինքը մագլցող է, ցանկապատների սետկաների կողքով կանեմ, որ հլնի փաթաթվի սետկաներին, էտելը տենց, Էս ինչա, էլի լոբիի սերմ են տվել, բայց դե չեմ իմանում ինչ լոբիի սերմ է, ով է տվել, երևի թե լավ կլինի, կցանեմ էլի, թող լինի տեսականին, բայց նա հաստատ գիտեմ, որ տենց է, այստեղ լոբու էլի սերմ է, ամփեթ վայրոնկան է ոնց որ սա, կդնեմ այստեղ, էլի լոբիի սերմ էր, Բայց չեմ իմանում սա ինչ լոբի է, լոբիի սերմեր է, հետի տենց, հա, ստեղ ինչ ունեմ, բան չկա, տոպրակները դատարկ են, սա էլ բողկ է,
Հա, բողկի սերմ է, այն ամսեկան բողկի սերմն է։ Ռիդիսկա։ Ստեսի, մոնր, մարզայի սերմա։ Հա, մարզայի սերմ է սա։ Դա էլ ճանաչեցի, սա էլ ոնց որ թե քյարավուզի, նեխուրի սերմ է։ Տվել են։ Սրանք իբր թե ուրեմն ես Երևանից եմ Բորդոյ խառնուրդ, Բորդոյան խառնուրդ։ Ուրեմն թունաքիմիկատներ են, սիրելի հետևորդներ, Երևանի խանութից տենց պատրաստել տվեցի, սա մի հատը 10 լիտր ջրի է, սա էլ 5 լիտր, որ սրսկեմ իմ վարունգներին, ցողեի վարունգների վրա, բայց այդպես էլ չեմ արել, մնացել է, թունաքիմիկատներ չեմ օգտագործում, թե ինչի վերցրեցի, չգիտեմ։ Այդպես, այստեղ էլի լոբիի սերմ է թափած, ու այստեղ, այսրանք տեսեք, դդումի սերմ է սա, հետաքրքիր դդումների սերմ է, կդնեմ այստեղ, այստեղ էլի տոպրակ ունեմ, տեսնեմ սրա մեջ ինչ կա, սամիթ է, սա, սամիթի սերմ է, էլի պետրուշկայի սերմ, սա համեմ է, համեմի սերմ է, տեղ թող մնա, սա չգիտեմ, խթայ է, եմիշ է, ոնց որ թե խթայ է, մեծ է, ոնց որ թե խթայի սերմ է սա, սա էլի կարմիր բազուկ, և տեսնեմ սա ինչ է, հա, սա էլ պետրուշկա է, բայց էլի դեղարատ, ախտահանած, պետրուշկայի սերմ է, ախտահանած, այսքան է, սա էլ իմ սերմերը, շատ բաներ կա պակաս, այս լոբին լավն է, կցանը, սա էլ իմ սերմերի տեսականին, դեռ շատ պակաս պրատ բաներ ունեմ, սմբուկի սերմ, չգիտեմ, այստեղ ափսեների մեջ էլ այդ բուլղարական սորտի պղպեղներից եմ դրել, բայց ուզում եմ տարբեր տեսականի հետաքրքիր սերմեր, այս մի լոլիկս ափսոս, որ շատ քիչ է, հուսահատվում սերմ նվիրողներ կլինեն, Արտաշատից էլ կբերեմ, Աստված մեկը թող հազար անի, չարչարվում ենք, թող մեր չարչարանքի արդյունքը մենք ստանանք, բոլորդ էլ ովքեր ինձ նման հիմա երևի արդեն սերմերով զբաղվում եք, ցանել եք, ով էլ ինչ կանի, ինչ սերմեր կցանի, ինչ կանի, թող ուրախությամբ լինի, Աստված մեկը հազար անի, առատ բերք և ուրախությամբ առողջ ուտեք։ Մինչև սերմերը ցուցադրեցի, պիցայի խմորն էլ հասունացավ, ահա, պատրաստ է, կբացեմ հիմա և բաղադրիչներն էլ եմ արդեն պատրաստել, դեղին բուլղարական պղպեղը, երշիկ, վիչինա, լոլիկ, թթուվարունգ, պանիր, այստեղ ունեմ տոմատ և մայոնեզ, տեսնեմ մայոնեզ էլ կլցնեմ, թե ոչ։ Հիմա պատրաստեմ համեղ պիցան, որովհետև սպասում են, փոքր ալյուր անեմ այստեղ, այս անգամ մի քիչ պինդ արեցի ու ասեմ, որ լավ էլ արեցի, պինդը ավելի լավ է, կարողանամ հետը բացեմ, աշխոտեմ, ինչ լավն է, շատ ընտիր խմոր եղավ, փոխեմ տապակի մեջ ու դիրը տեղ, բանի մեջ, տեղափոխեմ տապակ,
Դե արդեն գիտեք, որ սկզբի համար լցնում եմ տոմատը։ Չգիտեմ, արժի լցնել մի փոքր էլ։ Մի փոքր էլ մայոնեզ լցնեմ։ Ավելի կհամեղացնի, այսպես խառնեմ ու տարածեմ։ Էլ պետք չի լցնեմ ամանները, խառնեմ իրար։ Այսպես շատ հարմար է։ Կեսն էլ մնա ամանների մեջը, ամանների վրա, այսպես կանեք։ Ինձ այսպես է հարմար, այս տարբերակով։ Հիմա հերթով արդեն բաղադրիչներն եմ լցնում։ Խանգարեցի։ Չէ, չես խանգարում Լիլիթ, ընդհանրապես։ Օ, դու ես լցնեմ։ Չէ, ես անեմ, Նանա ջան, արագ։ Գազօջախն միացրել եմ արդեն։ Կամ լցնեմ։ Պետք է շարես։ Երշիկները տեն շարի հերթով, երշիկ Լիլիթը եկավ ինձ օգնության։ Արագի անուն տվեցի, Լիլիթը փոշմանեց։ Որովհետև ջեռոցը միացրել եմ, որ տաքանա։ Երշիկները հավասար դասավորում եմ, պղպեղներ, ինչքան էլ բաղադրիչները քիչ ես կտրում, ավելանում է, շատ է երևում, բայց դե առատ բաղադրիչներով համով է։ Ասեմ, որ լոլիկը լավը չէր, մեջը նենց մի տեսակ սպիտակ էր, են փոքր լոլիկները ավելի լավն են, տեսքը շատ լավն էր, այստեղ են ասում, չէ, տեսքիս մի խապ նվիր, հիմա իսկական ես լոլիկիններ, տեսքից լավ կարմիր սիրուն, վռվռուն, կտրեցի մեջը սպիտակ էր, հետ էլ տենց, արանք, վիչինա, փոքր եմ անում կտորները, որ բոլոր տեղերում էլ լինի, վայ մարինատը, թթուվարունգի մարինատի մասին էի մոռացել, պղպեղը շատ եղավ, բայց համով է, ոչինչ թող լինի, կտրել եմ, մնաց պանիրը, որ քերիչով անցկացնեմ ու լցնեմ, սա էլ պանիրը, քիրեցի ես ամանի վրա, ահա, այսօրվա պիցան էլ այսպիսի տեսք ունի, տեսեք ինչ լավն է տեսքը, ախորժելի, համն էլ գերազանց է լինելու, վստահ ասում եմ։ Սիրելի հետևորդներ, պիցան պատրաստ է, մի հատ տեսեք ինչ լավ եղավ, հավեսին եղավ, հյութալի շատ, հիմա պետք է տեղափոխեմ այն սկուտերի վրա ու կտրեմ, ահա տեղափոխում եմ սկուտերի վրա, լավ էլ մեծ պիցա ստացվեց, մկրատով եմ ինչպես միշտ պիցան կտրում, որտև այսպես շատ հարմար է, ահա և վերջի կտորը, կտրում եմ ու նստենք վայելենք, ելի հետևորդներս մենք մեր պիցան վայելենք,
Ձեզ ասում եմ բարի գիշեր, լավ եղեք, առողջ եղեք, բաժանորդագրվեք իմ ալիքին, տարածեք եւ լայքեք։